Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 3-ի համար բոլոր տարվա ծնված նշանների համար։ Այս ալիքում միայն լինում է տարվա ծնված նշանների համար։ Եվ ուզում եմ նշել, որ այսօր իհարկե լիալուսին է, և լիալուսին ժամանակ ես ակտիվացնելու եմ այս մոմը, որպեսզի եւս պաշտպան դնեմ Հայաստանում, բայց ոչ թե մարդկանց, այլ չարը վերացնելու համար։ Այս մոմի արկայությունը կնկատեք միայն այն ժամանակ, երբ որ ես կվերադառնամ այն երկիր, որտեղ որ բնակվում եմ, բացի դա էլ դեռ պետք է սա ակտիվանա, իսկ ես այս տեսանյութերը անում եմ դեռ ոչ այն երկրում, որտեղ գտնվում եմ, բացի այն դեռ ուղղակի ազատ եմ այսօր, մի քանի տեսանյութեր կարող եմ անել։ Սա կարող եք մի փոքր ուշ նկատել այս մոմը, բայց պետք է հասկանալ, որ ես ակտիվացրել եմ հենց այս օրերին, լիալուսնի օրը։ Եվ ուզում եմ նշել, որ լիալուսնի վերաբերյալ կանխատեսումը կարող է լինել եւ աստղաբանության ալիքում, եւ լուսնային ալիքում։ Ցանկացողները կարող են երկուսն էլ նայել։ Իրենք նշանակությունը լիալուսնի մասին է, բայց կանխատեսումները, հորոսկոպը, այն տեղեկատվությունները մի փոքր իրարից տարբերվում են։ Ցանկացողները կարող են եւ այնտեղ նայել եւ այնտեղ։ Եվ ուզում եմ նշել, որ Facebook-ը չի գործում, Facebook-ի փոխարեն գոյություն ունի Telegram ալիք, որի հղումը կարող եք գտնել այստեղ ժամերից հետո, կարող եք միանալ, բացի այդ Telegram-ը, մյուս Telegram-ը չի, որը որ փակ է, նա վճարովի է։ Վճարելու համար եւս կավելացնեմ հեռախոսահամար, որտեղ որ դուք կարող եք գրել, բայց միայն այնտեղ Viber է աշխատում, կարող եք գրել եւ եթե ցանկանում եք իհարկե միանալ վճարումը կատարելու համար։ Նա լուսնայինին է վերաբերվում, խառնեցյան բողջիրը, նա լուսնայինին է վերաբերվում, ավելի շուտ եք դուք տեսնելու լուսնայինները, որովհետև ես լուսնայինը անում եմ 1 տարվա համար եւ տեղադրում եմ ալիքում, բայց փակ է լինում, ոչ ոք չի տեսնում, իսկ դուք կարող եք տեսնել այնտեղ։ Եվ հենց այս արդեն հունվարից սկսված դեռ տոներ են, ճիշտ է, բայց հունվարից սկսված արդեն այն գործելու է ավելի ուրիշ ձև, այնտեղ նաև եւս տեղեկություններ են լինելու, որը եւս վերաբերվում է լուսնային այս կամ այն օրվան։ Այսքանը տեղեկատվության համար, իսկ բաց Telegram ալիքում տեղադրվելու են այն տեսանյութերը, որոնք որ ես հրապարակում եմ YouTube-ում, որը որ դուք կարող եք չտեսնել, այնտեղ կարող եք տեսնել։ Եվ իհարկե այնտեղ նաև բաց նամակագրական կապ կա, որտեղ որ մարդիկ իրար հետ շփվում են։ Ես նույնպես ժամանակ առ ժամանակ։ Այսքանը տեղեկատվության համար օրը շաբաթ է եւ տեսնենք թե բոլորիս ինչ է սպասվում։ Այստեղ պետք է իմանաք, որ միայն գործում է տարվա նշանները, ուրիշ ոչինչ։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հունվարի 3-ին։ Այդ օրը բավականին ուրախ տրամադրություն կունենաք, ոմանք նաև կարող են այցելել ինչ-որ ժամանցային վայրեր, կա ծնունդ է, առիթ է, որտեղ որ կուրախանաք, ձեր տրամադրությունը կբարձրանա, ոմանք էլ կարող են գնալ ժամադրության, երկար ճանապարհորդության գնաք, այնտեղ եւս ձեզ հանգստանաք, լավ ժամանակ անցկացնեք, միգուցե ձեր սիրելիի մոտ եք գնում, միգուցե ձեր սիրելին է գալիս ձեզ մոտ։ Նաև այստեղ ոմանք երեխաների հետ կապված ոչ հարցեր կան այդ օրը, որ կարող եք պատրաստում եք արդեն երեխաներին, եթե իհարկե ամսի 5-ին են դասի պատրաստում եք իրենց, որպեսզի գնան դասի, նաև սա նոր գործ է, նոր բիզնես է, որը կարող եք հիմնել այդ օրը։ Խանգարող ոչինչ չկա, փաստաթղթերը եթե կարող եք բացել եւ այլն, կարող եք ստեղծել ոչ բիզնես։ Եվ չնայած որ պետք է հասկանանք, որ այդ օրը լիալուսնի օրն է։ Ոչ գաղտնիք կարող է բացահայտվի երեխաների հետ կապված, ինչ-որ մի բան իմանաք, կամ այստեղ հղիության մասին է, երեխայի սեռի մասին է, նաև դե երեխաները կարող ինչ-որ մի բան է տեղ ունենում, կարող սիրահարվել են եւ իմանում եք։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ։ Տեսնենք ով է այս տղան։ Կամ ոնց որ
վստահությունը հա կարող է կորցնել այդ տղայի հանդեպ, այլևս չվստահեք եւ կարող է նաեւ խաբեբա չի բացառվում։ Դա նաեւ կարող է ստեղծել ձեզ համար մանր խնդիրներ։ Ուй։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերն են, ամսվա ծնված ցուլերի հետ բացարձակապես կապ չունեն։ Տեսնենք ինչ է սպասվում ցուլերին հունվարի 3-ին։ Ինչ որ անհանգիստ եք, հնարավոր է նաև բորբոքված, հնարավոր է նաև ինչ որ մարդկանց հետ եք պատրաստվում վիճել, ինչ որ մի բան ձեզ դուր չի գալիս, հնարավոր է դրսի մարդկանց հետ է դա կապված, ձեր ցանկության իրականացման հետ է կապված, նաև սա եթե բորբոքվեք, հատկապես այնպիսի մի վայրում, որտեղ որ կարող ձեր հեղինակության վրա դա ազդել, այդ բորբոքվածությունը կարող է հետո ձեր վրա թանկ արժել, համար պետք է կարողանաք զսպել ձեզ։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում ունեք որևիցե աղջկա հետ, իրեն տեսնելուց բավականին շատ կուրախանաք, գուցե վաղուց չեք տեսել, կարող ձեզ հարազատ մարդ է, այնպես որ շատ կուրախանաք իրեն տեսնելուց։ Այդ օրը նաև հաջողություն ունեք, սա միանվագ հաջողություն է, որը մարդը ունենում է իր կյանքում, ինչ-որ մի բան եք անում եւ այն հաջողություն է ձեզ բերում։ Քարտեզ թարսեն, ջեմայ սա թարս։ Մի դեպ լավ էր, որ սա թարս ընկավ։ Ընդհանրապես քարտեզ թարս չեն լինում։ Չգիտես ինչու, սա թարս էր, սա ձեզ համար շատ լավ էր։ Թարսն է, որովհետեւ սա վեճ է։ Եվ կարող է հաջողություն վեճի գնով է։ Այնպես որ կախված է ձեր իրավիճակից։ Ոնց որ ինչ որ կարող է գորգռակ, վիճեք եւ այդ պահին ասեն հա լավ անենք, հա անեն տան, այդպես է նաեւ կարող է լինել։ Նաեւ սա տուն եք մաքրում։ Տուն եք մաքրում, կարող ինչ որ մարդիկ են գալիս ձեր տուն եւս ինչ որ մի բան է տեղի ունենում, խոսակցությունից խոսակցություն է բացվում եւ ինչ որ մի հաջողակ մի բան է ձեզ հետ տեղի ունենում։ Մարդիկ կան աշխատանք են գտնում այդպիսով, ընկեր են գտնում եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունվարի 3-ին։ Մի քիչ ծանր օր է, դժվար օր է, նաեւ պետական հիմնարկության հետ դա կապված լինել, հիվանդանոցի հետ կարող է կապված լինել, տեսնենք ինչի հետ է կապված այդ փորձությունները ընտանիքի անդամների եւ գործընկերոջ հետ։ Կամ այդ օր ինչ-որ մարդկանց դիմակը կպատրվի, կամ ընտանիքի բեռն է ձեր ուսերին, կամ այդ օրը գործերը ոնց որ ձեր ուսերին են։ Եթե ինչ-որ մարդկանց հետ գործարքների մեջ եք, գործընկեր ունեք, ոնց որ դուք եք ավելի շատ ինչ-որ բաներ անելու, քան իրենք։ Սա նաև փորձություն է ձեր հարաբերություններում։ Ձեր սիրո հետ կապված, ձեր հարաբերությունների հետ կապված, ամրության հետ կապված։ Նաև այդ օրը սա կյանքի իմաստ է, նաև իմաստություն է, իմաստուն ձևով վերաբերվել է, այստեղ եւս հա դա է ասում։ Եթե փորձություն է, ապա իմաստուն ձևով պետք է այն վերաբերվեք, իմաստուն ձևով այն պետք է կարգավորեք։ Անհանգստանում եք որևիցե պետական հիմնարկության հետ կապված, ձեր կարգավիճակի, ձեր կարիերայի հետ կապված, նաև ընտանեկան այդ հարաբերությունների հետ կապված։ Կարող եք շատ խոսել այդ օրը, տարբեր ինչ-որ միտեղ լինեք, տարբեր մարդկանց հետ խոսեք, շփվեք եւ պետք չի լեզվակռվի մեջ մտնել այդ օրը ոչ ոքի հետ։ Հետո եթե ընտանիքում էր ոչ խնդիր, այստեղ ամեն ինչ կարգավորվում է, ոմանց նաև սերկ խոստովանեն, ոմանց նաև դուք եք սեր խոստովանում, ամեն ինչ կարգավորվում է հարաբերություններում, շատ սեր կստանաք, շատ լավ, տեսակ, ընտանիքում ամեն ինչ նորմալ է լինելու, ամեն ինչ խաղաղ, գործընկերոջ հետ եւս էլի, եթե հայ ոնց որ լեզվակռվի մեջ չմտնեք, ամեն ինչը հանգիստ լուծեք, ամեն ինչը նորմալ կընթանա, թեկուզ հա, եթե ամուսնությանն էր վերաբերվում կամ եթե ամուսնացած չեք ձեր հարաբերություններին։ Այստեղ եւս հա սեր կստանաք ձեր ընտանիքում, ձեր ընտանիքի անդամներից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։
Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 3-ին։ Բավականին էմոցիոնալ կլինեք, նաև հանդիպում եք ձեր մայրիկին, շփվում եք իր հետ, գաղտնիություն է, գաղտնի պահեր են, գուցե երեխաների հետ է կապված, կամ ինչ-որ մի բան է բացահայտվում, այդ օրը լուսնի օրն է, նա որ է բացահայտվում է, որ հղի եք, երեխայի սերը։ Եթե բիզնես ունեք, բիզնեսի հետ դա կարող է կապված լինել, ինչ-որ մի բան կարող է բացահայտվել, իմանաք կամ էմոցիոնալ, այդպես ոգևորված, ինչ-որ գործեր կարող եք անել։ Այդ օրը շատ շփում, բավականին շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ, նաև նամակագրական կապ կարող է հաստատեք, նամակով կարող եք իրար հետ խոսել։ Նաև սա քննարկում է, ոչ թե փաստաթղթի հետ կապված հարցեր, ինչ-որ բաներ են, որոնք որ կարող քննարկել։ Նաև անհանգստություն է սա, փաստաթղթի հետ կապված։ Եվ ուրախ կլինեք, այստեղ գուցե ցույց տա ինչի համար եք ուրախ լինելու։ Դժվարություններից դուրս գալու համար։ Գուցե այսքան ժամանակ փորձություններ նկատել եք, որ փորձություններ, դժվարություններ, իսկ հիմա կնկատեք, որ այդ ամենը հետևում է մնացել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հունվարի 3-ին։ Մանրուքներին ուշադրություն պետք է դարձնեք յուրաքանչյուր պարագայում։ Տեսնենք ինչ է, ինչից է։ Գրառման մեջ, փաստաթղթերի մեջ, ինչ որ ցուցակ կազմելուց, հաշվարկներ անելուց պետք է անպայման ուշադրություն դարձնեք, կամ եթե ինչ-որ մեկը ձեզ նամակ է գրել, ոնց որ պետք է մի հատ վերլուծեք այն ինչ որ ինքը գրել է։ Կամ յուրաքանչյուր փաստաթուղթ։ Այդ օրը ոմանք ճանապարհ կգնան կամ երկար, կամ ձեր գործերը նաև առաջ կմղեք, տեղափոխություն է սա նաև ոմանց համար։ Բավական էմոցիոնալ կարող է գնում եք, գնացել եք օրինակ արդեն որևիցե ճամփորդության եւ այնտեղից, այստեղից այնտեղ եք տեղափոխվում եւ նայում եք ինչ-որ տեսարաններ եք տեսնում, էմոցիոնալ եք նաև։ Բայց եթե ձեր գործերն եք առաջ մղում, սա ոնց որ ձեր դիմաց մութ է, դուք դեռևս ոչինչ չեք տեսնում։ Անում եք, բայց չեք հասկանում ինչ։ Եվ լիալուսին այդքան էլ պետք չի նոր բաներ առաջ տանել։ Եվ ժամը, տեսնենք, ինչ է ասում սա, ժամանակն է գումար աշխատելու, ժամանակն է գումար վաստակելու, ճիշտ հաշվարկեք ձեր ժամանակը, ձեր ժամկետը նաև գումար ծախսելու համար։ Նաև սա գումարային խոսակցություն է, որ հստակ ժամկետում պետք է վերադարձնել գումարը, հստակ օր պետք է վճարում կատարեք, նման ինչ-որ պահեր են։ Եվ եթե տանն եք ոչինչ չեք անում, ապա սա հենց ասում է, որ ժամանակն է գումար վաստակել կամ գումար հետ գցել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հունվարի 3-ին։ Կամուրջ է սա, հեշտացնում է ոչ գործունեություն, ոչ գործողություն ձեզ համար, ինչ-որ մի բաներ անելու, արագ, գումար աշխատելու հետ կապված, գումարը վճարելու, գումարը փոխանցելու, գումարի հետ է կապված համենայն դեպս այդ հնարավորությունը ձեզ կընձեռվի կամ վարկ վերցնել, կամ գումարը արագ փոխանցել, գումարը ստանալ եւ այլն, ինչ որ պահեր են, որ հնարավորությունը ավելի մեծ է։ Այդ օրը նաև շփում կունենաք այս կամ այն մարդու հետ, նաև անհանգստություն է, մարդը անհանգստանում է, բամբասանք է, խոսակցություն է։ Այստեղ տան անդամների հետ շատ կշփվեք, եւ եթե գնալու եք ոչինչ գեղեցկության սրահ այնտեղ քիչ բացվեք, որովհետեւ հետո բամբասանքի թեմա է լինելու, այն ինչ որ դուք կպատմեք այդ օրը։ Նաև անհանգստանում եք ինչ որ մեկի առողջության հետ կապված։ Եվ այստեղ սուր գործիքը դա նշանակում է, որ ոմանք կարող է ինչ-որ մի բան հիմքից փոխեք այդ օրը, հիմքից հանեք, հիմքից ջնջեք, կարող մարդկանց եք հանում ձեր կյանքից, կարող է ինչ-որ բան եք հանում ձեր կյանքից, նորովի կյանք եք սկսում, ինչ-որ մի բան զրոյից, ոնց որ հողից սկսում եք, դա նաև վիրահատություն է, եւ դուք այդքան ուժ կունենաք, դուք օգնող ձեռքը կունենաք, որ ինչ-որ մի բան անեք, նորը սկսեք, դրա համար էլ նորովի եք սկսում ինչ-որ բաներ ձեր կյանքում։
Սա նաև ուժային կառույց է, սա նաև ցույց է տալի բժշկին, ովքեր որ այստեղ վիրահատություններ կանեն։ Դա համար կարող այնտեղ անհանգստանում եք։ Եվ մեքենա վարելուց շատ ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հունվարի 3-ին։ Ես ես երեկել եմ ասել, այսօր էլ եմ ասում, չնայած մեկ օրվա մեջ եմ անում։ Ամենայն դեպս ոնց որ դա դեռևս ձեր տարեթիվը չի, դեռ չի սկսել, դեռ կսկսի փետրվարի 17-ին, այնպես որ պատրաստվեք փետրվարի 17-ից հետո, որ ձեր տարին է լինելու։ Եվ այս մինչև այդ ժամանակահատվածում ովքեր որ կծնվեն, դեռ ձի չեն, դեռ օց են։ Այստեղ խաբեություններ ունեք, խաբեություն, միգուցե խոսակցության մեջ, միգուցե բաներ խոստանան չանեն, միգուցե եւ դուք պետք է դամար այդ օր ուշադիր լինեք այն ինչ որ ասում եք, որտեղ կարող ասել, հետո ձեզ ասեն խաբեց, հա, ասեց եւ չարեց։ Նաեւ խոսակցության մեջ կարող է այստեղ ինչ որ մեկը փորձի ձեզ համոզել, փորձի ձեզ, հա, այնպես մի բան ցույց տա, որ այստեղ ոչ մի խաբեություն չկա, վստահեք, բայց նման բան մի արեք։ Այդ օրը նաև ոմանք այցելեն գեղեցկության սրահ, ոմանք գայթևեն իրենց առողջությանը, ծնողների հետ կարող են շփվել, ոմանք գնան ծնողների մոտ, այստեղ շփումը բավականին շատ կլինի, կշփվեք տարբեր մարդկանց հետ, նաև եթե այցելում եք վարսավիրանոց, ապա քիչ խոսեք, որտեղ այստեղ կարող է նա տարածվել, այն ինչ որ դուք խոսում եք։ Եվ եթե վիրահատություն է, եթե ինչ որ գործողություններ են բժշկության հետ կապված, գուցե անհանգստանում եք։ Այդ օր նաև օծեր կան, սա իմաստություն է, որ իմաստուն կերպով այստեղ ձեր կյանքը դասավորեք ճիշտ, եւ սա օծեր են, որոնք որ այդ օրը առկա են ձեր կյանքում։ Դրա համար յուրաքանչյուր մանրուք պետք է ուշադրություն դարձնեք այդ օր, որտեղ խաբեություններ կարող են լինել, հա, այստեղ օծ, այստեղ յուրաքանչյուր բան ինչը որ կասեն, կամ այս օծը կարող է մանրուքները հանի վերև, հա, ավելի այն որ չերևացող բաներ են, ինքը կարող է այդպես հանել ջրի երես, պարզ դարձնել։ Եվ սա եթե ինչ-որ մի բան կառաջարկի ձեզ, հա, եւս էլի պետք է ուշադրություն դարձնեք անպայման մանրուքներին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին, նաև ոչխար է կոչվում, ես կողքը գրել եմ ժամերի, հա, ձեր կենդանակերպի նշանների, կարող եք նայել եւ նշանները էլ ինչ է նշանակում։ Ինչ է սպասվում այծերին հունվարի 3-ին։ Մի փոքր դժվար օր է, ծանր օր է։ Տեսնենք ինչն է ծանրացնում, ինչն է դժվարացնում։ Ուղղությունը, կամ սխալ ուղի եք ընտրում, կամ այդ ուղին ընտրելուց մի փոքր ծանր է, մի փոքր դժվար կարող եք գնալ, դժվար ուղի եք ընտրել, տենց կարելի ասել, եւ այդ ուղին գնալու համար փորձությունների միջով եք անցնելու։ Այնպես որ երկար մտածեք, կարող է ձեզ համար այդ ուղին շատ կարևոր է եւ անպայման ուզում եք հասնել դրան եւ անցնեք նաեւ յուրաքանչյուր փորձությունների ու խնդիրների միջով։ Տեսնենք տան անդամները կամ գուցե հյուր եք ընդունում, ընկերը կարող է գալ ձեր տուն հյուր կամ դուք կարող եք գնալ ընկերոջ տուն հյուր։ Այդպես, ընդհանրապես դա էր, ինչ որ հարցում օգնել մեկը մյուսին, եթե ինչ որ հարցեր կան։ Այդ նաև խաբեություն կա, տեսնենք։ Նույն ընկերը դուրս եկավ, կարող գալ, պատմել, բայց ոչինչ չկա այստեղ մեջը։ Նաև ինչ որ խորամանկություն է, որ կարող անել այդ օրը ձեր ընկերը ձեր նկատմամբ, միգուցե գումար է ուզում, միգուցե ինչ որ բան է։ Ինչ որ հարցեր են, որ այստեղ եւս, հա, եւ գալու է ձեր տուն, եւ հետո կամ դուք պետք է խորամանկորեն իրեն հանեք ձեր տանից։ Գուցե եկել է եւ մնացել է, դուք գործեր ունեք, ուզում եք, հա, եւ այսպես պետք է խորամանկություն անեք, որպեսզի իրեն հաջողություն անեք կամ ինքն է լինելու դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին հունվարի 3-ին։ Հաջողություն է սա, դռները բաց են ձեր առջև,
Բայց հետևում այստեղ անմիջապես գալիս է խոչընդոտ, տեսնենք, ինչ առումով է բաց, այստեղ եթե ինչ-որ մի բան ձեզ անհանգստացնում է, ինչ-որ մի բան բորբոքված էիք, ինչ-որ մի բան անելու համար, դա ոնց որ կանցնի ձեր մոտից, որովհետև կզգաք դրա լուծումը, կհասկանաք ինչպես դրան լուծում տալ, դա համար այդ անհանգստությունը, այդ բորբոքված լինելը, այդ պահերը ամբողջությամբ կանցնեն։ Բայց տեսնենք լաբիրինթը, սա ինչ է, դուրս կգաք լաբիրինթից այդ օրը։ Այստեղ դուրս կգաք, բայց լաբիրինթը կապված է ընտանիքի անդամների հետ, շփումը լավ չի ստացվում այդ օրը, ձեր ծնողների հետ դա կարող է նաև կապված լինել, նաև առողջության հետ դա կարող է կապված լինել, որ ինչ-որ ելք եք փնտրում այդ խնդրին լուծում տալու համար, այդ առողջական խնդրին։ Յուրաքանչյուր բան այստեղ, եթե ուզում եք ինչ-որ մի բան արագ անել, այդ օրը անհնարին է արագ անել եւ ավարտել, պետք է դանդաղացնեք։ Եվ անցյալն է, սա անցյալից կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեր կյանք, կամ անցյալն եք հիշելու, փորփրելու։ Տեսնենք ինչ է ասում անցյալի հետ կապված։ Ինչ-որ կգնա, ինչ-որ մի բան կուղարկեք, որ ասում է գրողի ծոցը անցյալից, եւ այլևս չեք անդրադառնա դրան։ Ավելի ոնց որ բաներ կա, որ կթողնաք անցյալում եւ կնայեք միայն ապագա եւ կգնաք միայն առաջ։ Այլևս չեք անդրադառնա դրան։ Նա այստեղ այն ինչ որ կամ ինքը կհիշեցնի իր մասին, ինչ որ խնդիրը կամ ինչ որ մեկը եւ դուք անմիջապես իրեն արդեն կլուծեք այդ հարցը եւ կգնա ձեր կյանքից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին հունվարի 3-ին։ Ինչ որ բանի կորուստ է, ուշադիր եղեք տունը մունը մաքրելուց, որտեղ կարող եք ինչ որ մի բան այնպես չանել եւ դուրս նետել։ Տեսնենք։ Սա հաջողություն է, սա իրար հետ վերցրած, սա նշանակում է անհաջողություն։ Ինչ որ բաներ, եթե ուզում եք շատ կարևոր անեք այդ օրը, մի արեք։ Լիալուսնի օրն է, էներգիան բավականին շատ է եւ պետք չի ոչինչ այդ օրը անել, հա, եթե ինչ որ մի բան էլ անեք, միևնույնն է, այստեղ անհաջողություն է լինելու։ Կորուստ կունենաք։ Ձեզ համար դա կարող է դիտվել, որ այ սա ուզում եք որ հաջողություն լինի, սա անեք լավ կլինի, բայց սա կորուստ է։ Եվ այդ օրը հանդիպում շփում ձեր ծնողների հետ, ոմանք կարող են այցելել բարձրադարման սրահ, բժշկական կենտրոն, աղջիկ է, հա, կարող գնալ իր մոտ, կարող գնալ ձեր քրոջ մոտ, ձեր մայրիկի մոտ, հանդիպում շփում ձեր ընտանիքի անդամների հետ, եւ իհարկե բարձրադար աղջիկ է, բժիշկ աղջիկ է, այդպես կարող հանդիպել։ Այդ օրը նաեւ որոշ խոչընդոտներ ունեք, տեսնենք խոչընդոտները ինչի հետ է կապված։ Էլի աղջիկա հետ։ Միգուցե ուզում եք իրեն հանդիպել բժշկին կամ ոչ մասնագետի կամ ձեր քրոջը, ձեր մայրիկին, այդպես է, ինչ որ մի բանը խոչընդոտներ է, ինչ որ մի բան ոնց որ չի ստացվում։ Կամ այս աղջիկան տեսնելու կամ այս աղջիկն է ձեզ համար ստեղծում որևէ խոչընդոտներ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին հունվարի 3-ին։ Բավականին աշխատանք կունենաք այդ օրը, գործես թե դուք դեռ աշխատում եք, տանը չեք մնալու։ Սա նաև պետական հիմնարկություն է, սա նաև կարող հիվանդանոց է, ռեստորան է, կարող այցելել նման տեղեր այդ օրը, շատ շփվել տարբեր մարդկանց հետ, հա, սա պետական հիմնարկություն, յուրաքանչյուր տեղ կարող է լինել եւ շատ շփվեք, կարող է նաև այստեղ քննարկում եք ձեր կարիերայի հետ կապված հարցերը, ձեր տնօրենի հետ օրինակ, հա, քննարկում եք։ Նաև քննարկում եք ձեր ընտանիքի անդամներով, ինչ որ աշխատանքի հետ կապված, բիզնեսի հետ կապված հարցերը։ Եվ անհանգստանում եք ձեր աշխատանքի համար։ Թող այստեղ հիվանդանոց է ցույց տալիս եւ վիրահատության համար եք անհանգստանում։
Նաև ունեք այդ օրը ոչ է գաղտնիք, որ կարող է բացահայտվել, նաև ուսում է, որ կարող եք այդ օրը ցանկանալ սովորել, ուրախ կլինեք, գաղտնիքը իմանալուց ուրախ կլինեք, հավեսով կսովորեք, ուրախ եք նաև կարող է, որ ամսի 5-ին դասի եք, ես չգիտեմ, հա, դասի եք թե ոչ, բայց միգուցե դասի եք և ուրախ եք դրա համար, որ գնալու եք դասի, ուրախ եք նաև, որ այնինչ, որ իմացաք։ Այդ օրը ոմանք հստակ, այստեղ վիրահատություն է, ուշադրություն դարձեք նաև սուր գործիքներով աշխատելու, ինչ-որ մի բան հիմքից կհանեք, դեն կնետեք, կամ ինչ-որ մարդու, կամ ինչ-որ մի բան ձեր կյանքից, տեսնենք, հաջողություն կլինի, ոնց որ ավելորդ էր դա, ավելորդ էր և եթե վիրահատությունը հաջողությամբ կանցնի, եթե ինչ-որ մեկին պետք է հանեք ձեր կյանքից կամ ինչ-որ բան պետք է հանեք, ոնց որ դա ևս հաջողությամբ տեղի կունենա, հա, կհանեք, դեն կնետեք ինչ-որ մի բան, գուցե նոր կյանք եք սկսում և սա հենց դա է ասում, հա, որ նոր կյանքը ձեզ համար հաջողությամբ լի կլինի, կամ այդ օրը ինչ-որ անեք, անսպասելի կամ ինչ-որ ևս հաջողություն կունենաք։ Կարող է այստեղ աշխատանքի հետ է կապված, ինչ-որ բան պատվերի հետ է կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հունվարի 3-ին։ Գումար եք ստանալու կամ նաև գումար եք ծախսելու։ Գումարի մասին կարող եք խոսել, աշխատավարձ ստանալ, էմոցիոնալ կլինեք բավականին, գումարը լավ հաշվեք, ամենայն դեպս այստեղ մթություն է կամ վստահություն է, որ վստահում եք տվյալ մարդուն և հետո կարող եք խաբեություն, դա մոր ուշադիր եղեք, որտև այնտեղ ևս խաբեություն ունեք, այստեղ ունեք խաբեություն ձեր շրջապատում և գումար, դուք պետք է ասեք գումարի հետ կապված լիքը խաբեություններ։ Տեսնենք այս 3 երեսանիները ովքեր են, կին է, կամ մի քանի կանայք են, կամ հենց կին է, որ կարող է 3 երես ունենալ։ Եվ տեսնենք ով է այս խաբեբան, կամ իրեն ձեր կյանքից կհեռացնեք, որովհետև կզգաք իր խաբեությունը, իր խորամանկությունը, կամ ինքը կարող է, կամ դուք կարող է նաև ինչ-որ կտրուկ քայլ անեք խորամանկորեն, այդպես, այդ պահին պետք էր այդ խորամանկությունը և դուք այդպես եք վերաբերվում, այդպես եք վարվում, ինչ-որ կտրուկ քայլ անելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։